Փարիզում մի ինստիտուտ կար, որտեղ օրը սկսվում էր ոչ թե դասերով, այլ հայելիների առաջ շպարով։ Այդտեղ էր գալիս նաև Սոֆիա Իսահակյանը։ Նա սովորում էր դիմահարդարում Իդա Ռուբինշտեյնի ինստիտուտում։ Սկզբում սովորող, հետո արդեն աշխատող մասնագետ։ Նրա ձեռքով անցնում էին Փարիզի բեմերի հայտնի դեմքերը՝ Ժոզեֆինա Բեկքեր, Լիլի Պոնս, Աննա Պավլովա։ Այդ տարիներին նա արդեն ոչ միայն Ավետիք Իսահակյանի կինն էր, այլ նաև այն մարդը, որը պահում էր ամբողջ ընտանիքը։ 1936 թվականին Ավետիք Իսահակյանը Փարիզից վերադառնում է Հայաստան եւ կանգ է առնում Ինտուրիստ հյուրանոցում։ Խորհրդային Հայաստանի կառավարությունը որոշում է ներկայիս Զարոբյան փողոցում վարպետի համար առանձնատուն կառուցել։ Բայց այդ տան իրական հիմքում Սոֆիա Իսահակյանն էր կանգնած։ Նա տարիներ շարունակ աշխատել էր արտասահմանում եւ գումար վաստակել, որպեսզի պահի ընտանիքը, որ Իսահակյանը կարողանա գրել։ Երևան տեղափոխվելիս նրանք իրենց հետ բերեցին կահույք, գրքեր եւ անձնական իրեր, որոնք մինչ այժմ պահպանվում են տուն թանգարանում։ Գրողի հետևում միշտ կա մեկը, ով լուռ պահում է ստեղծագործելու հնարավորությունը։